Ամիսներ առաջ հարց ու պատասխանի ժամանակ Հայաստան դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ֆեդերացիաներում, տարբեր կառույցներում իրենց սրտի մարդկանց նշանակելուց հետո հաջորդը լինելու է եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ ցանկություն ուներ իր սրտի կաթողիկոսին նշանակելու նպատակը մեկն էր՝ կառույցը, որը պարբերաբար գնահատականներ էր տալիս իրենց եւ որի հետ Նիկոլ Փաշինյանը հաշտ չէր, արշավ սկսել դրա դեմ։ Պետք է հրաժարվեն այն քրյորեն, այդ թվում նաև քրյորեն պատժելի գործելավոճից, որը որ ընտրել է իշխանությունը, այսինքն նույն կրոնական կազմակերպությունների մասին օրենքով էլի միջամտություն է դա, էլի, եւ իրավաբանները դրա հստակ ձևակերպումը տվել են, ասել են, դի ձեր քաշեն այս գործելավոճից։ Սա խայտարակ, սա մի գործընթաց է, որ մեր ազգին խայտարակում է, ինչ նշանակում թեմաներ կապտի բացեն եւ այլն մեկ մյուս։ Եթե եկեղեցում կան խնդիրներ, այդ խնդիրները պետք է լուծվեն հստակ ընթացակարգով, ոչ թե այս մեր սրտի, չգիտեմ, սրբազանն է կամ այն մեր սրտի կաթողիկոսն է, ասենց ասենք կամ նենց ասենք։ Այդ խնդիրը հստակ պետք է ձևակերպեն։ Իշխանությունները պետք է հրաժարվեն այդ գործելավոճից, որը մեզ տանում է պառակտման, հերթական բաժանանար գծեր ստեղծելու։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Առանց այն էլ մեր հասարակությունը առավել քան պառակտված է։ Լրագրողի հարցին թե հնարավոր է արդյոք, որ փողոցային շարժում նախաձեռնեն ի պաշտպանություն եկեղեցու, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանել է ճիշտ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով, որոնք մեջ բերեց լրագրողը։ Պես նշել է Հայաստանի պետության պաշտպանող նախագահ Սերժ Սարգսյանը մեր քաղաքական ուժի անունից։ Հանրապետականը ոչ թե սպասում է, այլ ենթարկվում է Հապար Հայրապետի հորդորը շատ մեծ բան է, ընդամենը մեկ կամ արտահայտման։ Մենք պատրաստ կլինենք պաշտպանել մեր եկեղեցին, փողոցում, քաղաքական հարթակներում, միջազգային կապերով, տեղեկատվական աջակցությամբ, ձեր հարցը փողոցին է վերաբերվում, այո, կլինենք։ Հետևաբար, խնդրում եմ հարցը շատ ճիշտ ընկալել պատասխանը։ Սա չի նշանակում պատասխանատվության տեղափոխում։ Ուղղակի հաշվի առնելով եկեղեցու նվիրական արժեքը, հաշվի առնելով, որ որոշ հրաշքների մտքով երբևէ չանցնի, որ այ դուք դա քաղաքական դիվիդենդի համար եք անում, մենք խոնարհաբար պատրաստ ենք ծառայելու մեր եկեղեցուն, պաշտպանել մեր եկեղեցին այն տարբերակով, որը մեզ եկեղեցին կհուշի, իսկ եկեղեցու ղեկավարը Հապար Հայրապետն է։ Հետևաբար ձեր հարցի մեջ պատասխանը կար, եթե եկեղեցին, եթե Հապար Հայրապետը համարի, որ այդ թվում նաև փողոցային ակցիաների միջոցով անհրաժեշտ է պաշտպանել մեր եկեղեցին, հանրապետականը կլինի ամենավտանգավոր տեղում։ Չկա իշխանություն եկեղեցի կամ պետություն եկեղեցի հակամարտություն եւ հակասություն խնդիր կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների Կտրիչ Ներսիսյանի հետ, որոնք խախտել են Աստծուն տված իրենց ուխտը։ Մենք եկեղեցու հետ խնդիր չունենք, մենք ունենք խնդիր Կտրիչ Ներսիսյանի եւ նրա շրջապատի հետ, որոնք իրենց վարքագծով նսեմացնում են ամեն հնարավոր արժեք։ Ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդանական ճեպազրույցի ժամանակ։ Եվ վարչապետը ես կարծում եմ շատ մանրամասն խոսել է, բազմիցս արդեն խոսել է գործողությունների հաջորդականության մասին, ձևի մասին, ինչպես մենք պետքա ուրեմն հոգևոր իշխանությունը վերադարձնենք ժողովրդին եւ ամեն բան լինելու է ուրեմն եղբայրական մթնոլորտում եւ վարչապետը ըստ էության արդեն ասել է, որ առաջնորդելու է այս շարժումը, ուրեմն նաեւ խորհրդակցություններ է կազմակերպում վարչապետնս ընթացքում եւ այս դրամաբանության մեջ է լինելու եւ ես խնդրում եմ, որ մենք չվերնագրենք գործընթացը որպես իշխանություն եկեղեցի հակասություն կամ պետություն եկեղեցի հակասություն, որովհետև այդպիսի հակասություն ուղղակիորեն չկա։ Իսկ երկխոսությունը դուք հնարավոր չեք համարում Հապարի եւ վարչապետի միջև։ Դա մեծապես կախված է Կտրիչ Ներսիսյանի պահվածքից եւ մյուս հոգեվորականների պահվածքից, բայց կարծում եմ, որ հասցեատերը ձեր հարցադրման ես չեմ, ամեն դեպքում քաղաքականության մեջ եւ կյանքում առասարակ ոչինչ բացառել չի կարող։ Պահվածք ինչ նկատի ունեք, պարզաբանեք։ Պահվածքն են նկատի ունեմ, որ կուսակրոնության ուխտը խախտած
հոգևորականները պետք է հեռանան եկեղեցուց եւ վերջ։ Սրան այլ ընտրանք չի կարող լինել։ Այսինքն երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը եւ մենք որպես հավատավոր ժողովուրդ հաշտ լինենք դրա հետ։ Նման երկխոսություն չի կարող ուղղակի լինել։ Եվրամիության падգամավորը զգուշացնում է, Հայաստանում կարծիք արտահայտելու համար ձերբակալություններն անընդունելի են։ Եվրանեստ խորհրդանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Եվրոպական խորհրդանի իսպանացի падգամավոր Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ եթե Հայաստանը հավակնում է Եվրամիության անդամակցության թեկնածու լինել, պետք է ուշադրություն դարձնի նաև ներքին խնդիրներին։ Ըստ Եվրախորհրդանականի խոսքը Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ, այլ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հավաքներին։ Չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են, եթե օրինակ կաշառքի համար է, այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր զգույշ եղեք, սա անընդունելի է, նշել է նա։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի նախագահների պաշտոնյաների նկատմամբ հարուցված դատական նիստը։ Այս անգամ դատական նիստում ներկայացվել են այսպես կոչված տուժողների եւ նրանց իրավահաջորդների ցուցմունքները, ինչից հետո հետազոտվել են պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբաններ Զավիթ Ռզազադեն եւ Անար Մամեդովը տրամադրել են փաստաթղթերի մի մասը։ Ներկայացվել է, որ 1990 թվականին Արայիկ Հարությունյանը ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային տնտեսագիտության բաժին։ 93 թվականին նա հեռացել է ինստիտուտից Ստեփանագերտի համալսարան տեղափոխվելու պատճառով։ Պատասխանելով անձնագրի վերաբերյալ իր փաստաբանի հարցին Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում բնակվողներին տրամադրել են 070 կոդով հայկական անձնագրերը։ Դրանք Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող անձնագրերից տարբերվում էին նրանով, որ այդ կոդով անձնագրեր ունեցող անձինք իրավունք չունեին մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին եւ քվեարկությանը։ Այնուամենայնիվ 070 կոդով անձնագիր ունեցող ցանկացած անձ իրավունք ուներ որպես Հայաստանի քաղաքացի ճանապարհորդելու արտասահմանյան երկրներ զբոսաշրջության, կրթության, բժշկական օգնության եւ այլ նպատակներով։ Պետական մեղադրող Վուսալ Աբդուլլայևի հարցին, որ ծննդյան վկայականում որպես ծննդավայր նշված է ադրբեջանական ԽՍՀ-ի Ստեփանակերտ քաղաքը, մինչդեռ նրա անձնագրում հայկական ԽՍՀ-ն արդյոք նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը, Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ երբեք այդ հարցը չի քննարկել Հայաստանի համապատասխան մարմինների հետ եւ որ այն երբեք քննարկման առարկա չի եղել։ Հիշեցնելով, որ Արայիկ Հարությունյանը շարքային քաղաքացի չի եղել, պետական մեղադրողը ասել է, թե նա հստակ պատասխան չի տվել հարցին, հավելելով, եթե չեք ուզում պատասխանել, դա ձեր իրավունքն է։ Թուրքիայի պետական անատոլու գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղ եւ Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված լրտեսության գործի քննության մանրամասները։ Հրապարակման համաձայն կասկածյալ Հյուսեն Գյունը հայտարարել է զղջալու իրավունքից օգտվելու եւ հետաքննության հետ համագործակցելու մտադրության մասին։ Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են տվել կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։ Հետաքննության տվյալներով ցուցակում 34 մարդ է եղել, նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ եւ բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 14-ը հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են եղել։ Նրանց թվում են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի որդին Չեմի Պերեսը, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նաև 2017-ից 19 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ֆիոնա Հիլը։ Գյունը պարզաբանել է, որ նախկին պաշտոնյաների եւ գործարարների հեռախոսահամարների արկայությունն իր հեռախոսում բացատրվում է իր նախկին առևտրային եւ գործարար գործունեությամբ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Գազայի հատվածում եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունների լուծումները երկարաժամկետ կլինեն։ Վերջերս հաջողվեց հասնել մի քանի երկարատև հակամարտությունների հանգուցալուծման։ Ես մեծ հույս ունեմ երկարաժամկետ լուծման։ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել Գազայում, ավարտվել է երկամյա պատերազմը, սա միայն սկիզբն է, բայց մենք հույս ունենք, որ սա լավ սկիզբ է, ասել է Բելարուսի առաջնորդը Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի 3-րդ միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Բելարուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 28-ից 29-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում Յոկուսուկ առանձնածովային բազայում տեղակայված ավիակրի վրա ամերիկացի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 8 ամսվա ընթացքում իր վարչակազմը կարողացել է վերջ դնել 8 միջազգային հակամարտությունների առանց ուժի կիրառման։ Ըստ նրա դա ընդգրկում է Կոսովոն ու Սերբիան, Կոնգոն ու Ռուանդան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Եգիպտոսն ու Եթովպիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։
հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Փաստաբանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին խնդրանքով վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Նամակում փաստաբանը հողում է կատարում ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակին, նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ բացառացել է, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք եւ դատախազական միջամտություն։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել եւ որոնողական աշխատանքներ են կազմակերպում։ Մարզպետը որևէ վարկած չմատնանշեց, հաշվի առնելով, որ տարբեր խոսակցություններ կան։ Ըստ նրանց երեխային տեսել են մեծ եղբոր հետ, հետո եղբորը տեսել են, որ միայնակ տուն է վերադառնում։ Մարզպետի խոսքով երեխայի ընտանիքը սոցիալապես անապահով է։ Համայնքի կողմից ցուցաբերվել են աջակցություններ։